զանգեց ինձ ասեց հովոլսի, ասեց հիմա կալանավայրում եմ, հետներս մի հատ երիտասարդ կա նստած, ասեց որ այս երիտասարդը մի քանի անգամ մահափորձ ուզեց կատարի, իրան ուզեցել է կախի, ասես մի անգամ փորձեց իրան կախի, պարանը կտրվել էր, երկրորդ անգամ տենց ավելի ամուր պարան էր պատրաստել, որ պետք է իրան կախի, բայց կալանավորները քթել էին այդ պարանը ու չէին թողել, որ իրան կախի, ասաց շատ լավ երիտասարդ է, էլի ափսոս է, չենք ուզում իր այդ բանը լինի, ասում է ես հիշեցի ձեզ ու ասեցի, որ հավատացյալներ կան, որ կարան իրան օգնեն, արեք զանգենք։ Ինձ հեռախոսը վեկալել էին, իմ համարն էր ինքը մենակ ունեցե, զանգել էր ինձ, ասես կողքս է, ուզում ես տամ հեռախոսը իր այդ խոսած, ասեցի տուր հեռախոսը, ուրեմն այս երիտասարդը սկսեց պատմել, ինքը ոնց է հայտնվել կալանավայրում, իր հետ սատանեն բացահայտ գործել էր, իրան տարել էր տարբեր հանցագործությունների, բացահայտ, ասել էր ստեից կմտնես, ընդեից կհելնես, որ քեզի չբռնեն, ու ինքը հանցագործություններ էր գործել, ինքը ինձ ասում էր, որ պետք է մեկին վնաս տամ, ասում էր, բայց ես չէի ուզում ոչ մեկի վնասեի, ասում է, ես գնացի ինքնակամ ոստիկանություն ու հանձնվեցի, ասել է, հա, ես եկել եմ, ես ես մարդն եմ, ինձ բռնեք, ինձ մի թողեք, որ ես տեղից տեղ եմ, ես չեմ ուզում ոչ մեկի վնասեմ։ Կալանավայրում այդ ոգին, այդ դևը, ասում էր, գալիս է ներկայանում է որպես Հիսուս Քրիստոս ու ինձ ուզում է տանի իր հետևից, ասում է, որ ինքը գալիս է, ես չեմ կարող իրան, ասենք դիմադրեմ, ու ասում է, արդեն 2 անգամ է փորձել եմ էլի, որ ինքնասպանել եմ ու շարունակվում է այդ ամեն ինչը, դե ես մի անգամից հասկացա, որ էդի սատանեն է, ասես ոնց կարամ ես իրանից ազատվեմ, հովո, ասի լսի, իրանից միակ ազատվելու ձևը, ասի, որ ընդունես Հիսուս Քրիստոսին քեզի որպես Տեր ու Փրկիչ, ասեց ընդունում եմ, ասի խոստովանվես քո մեղքերը իրան, ասեց խոստովանվում եմ, զղջաս քո մեղքերի համար, խնդրես, որ Աստված քեզի ների, խնդրես, որ Աստված քեզի ազատի, այդ անօրենից, որ գալիս է քո հետևից, ասեցի միայն այդ ձևի դուք ունենաս ազատագրում, ասեց համաձայն եմ, ասի ավետարան ունեք, ասի ավետարան էլ կարդա, այս կարճ աղոտ կարեցինք, սկսեց իրա կարդալը, աղոտները, տենց հեռախոսով կապ էինք ունենում, նույնիսկ այդ նույն կամերում մյուս կալանավորները արդեն հետաքրքրված էին իրանով, որ տենում էին փոփոխություն կա, կիրակի օրերը զանգում էին, հեռախոսը դնում էին միկրոֆոնի վրա, պահում էի դինամիկի մոտ,